Ամեն առաջի ծառը սա է, որ ես միշտ տեսնում եմ ծաղկած ու հաճելի է, էլի տաքա, շարֆ դրեցի, բայց շոքա, գնում եմ արդեն տուն, ժողովուրդ ջան։ Իմ ճանապարհի առաջին ծաղկած ծառն է, իհարկե ուրիշ թաղամասերում էլ միգուցե ծաղկել են, բայց սա միշտ ինձ զարթոնքն է հիշեցնում է, որ գարունը եկել է արդեն, պտղատու ծառ է, թթվաշ է միրգը, համտեսել ենք բազմիցս, պիտի լավ հասունանա, որ մի փոքր ուտելի լինի։ Այս օրերին այնքան խառն է, որ մոռացել էի ձեզ ասել, որ ձմեռային օլիմպիադայի փակման արարողությունը արտակարգ էր, բառերն ավելորդ են, շքեղ Իտալիային հատուկ ձևով փակումն արեցին, շատ հիացած եմ, հատկապես այս սկիզբը, որ օպերային երգիչները երգում են, կարճ ասած, որտեղ էլ որ ծածանվեց հայկական դրոշը, ավելի ինձ ոգևորեց, գրեք իմանամ դուք տեսել եք փակման արարողությունը, թե ոչ, կիսվեք ձեր կարծիքներով, սա էլ տեսեք, ծաղրածուն է, արքունական կյանքն են ցույց տալիս, կարճ ասած հիանալի էր, նայեք։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, լավ եք, ես նույնպես լավ եմ, բերեցի ջուդոյիսի կոնսերվատորիա, հիմա գնում եմ Կարենի հետ հանդիպելու, մի քանի խանութներ են գնալու, տեսնենք ինչ կա, գարնանային ինչ տիպի վերնահագուստներ կան, նայենք և մի քանի փոքրիկ գնումներ երևի ռուսական խանութից կառնենք, այսպես խանութների օր է, բայց մինչ խանութների օրը տեսեք թե ինչ առօրյա եմ ունեցել։ Այսօրվա նախաճաշս դդմիկով հյութն է, պիտի ավելացնեմ մի փոքր կուրկումա, քրքում և մի փոքր աղացած դարչին և խմեմ սոված փորին, որը շատ օգուտ է լյարդին և իջեցնում է խոլեստերինը, հում վիճակով։ Ես ունեմ տեսանյութը, կտեղադրեմ, թե ինչպես կարելի է պատրաստել չափերը։ Շատ համեղ է, ինձ դուր է գալիս, որից հետո էլ արդեն անցա տան գործերին, մաքրեմ, իդեպ մի բան եմ նկատել, որ լամինատի վրա փոշին ու կեղտը ավելի շատ է լինում, հիմա թե երևում է դրանից է, թե ուղղակի շատ է լինում, գրեք իմանամ սիրելիներս, տեղը տեղին մաքրում եմ, լամինատի համար հատուկ սպրեյ կա, պիտի գնեմ, ցույց կտամ ձեզ, որով էլ որ պիտի լվանամ հենց հատուկ այս հյուրասենյակի հատակը, իսկ մյուսները խոնավությունը կլանում են, նրանք խնդիր չունեն, այստեղ պիտի սահմանված լինի, չնայած խոնավության համար էլ է նախատեսված հյուրասենյակի այս հատակի լամինատը, բայց զգուշություն է պետք ցուցաբերել, որպեսզի խոնավությունից հանկարծ անհավասարություն չառաջանա։ Ծաղիկների հատվածը միշտ էլ այսպես վատ է, հարևանից ծաղիկներն է, որ խանգարում են, այլևս չեմ վերցնելու, այն ժամանակ վերցնում էի, հիմա արդեն հետք է թողնում, ստիպված բաներ եմ դրել, որ հանկարծ խոնավությունից գույնը անգամ չփոխի։ Կարճ ասած, հավեսով գործի եմ կպել, մաքրում եմ հյուրասենյակը և արդեն շարունակեմ ամբողջ բնակարանը մաքրելու, հաճախ եմ արդեն մաքրում, սիրով եմ մաքրում, ասեք, որ շատ լավ է ստացվել հատակը և արդեն հիանալի տեսք ունի մեր հյուրասենյակը, այսպես ժողովուրդ ջան, ինչը որ լավ է, էլի, այն ժամանակ նույնիսկ մաքրացնել չէր երևում, թեկուզ շուշուտ փոշի նստի, բայց հավեսով էլի մաքրում եմ, կարճ ասած մաքրեմ փոշիները վերցնեմ այստեղ և արդեն անցնեմ մյուս սենյակները, ճիշտ նկատեցիք, որ փոշեկուլս հին է, 10 տարվա փոշեկուլ է, առաջին ստացած իմ փողով ենք գնել այս փոշեկուլը, ինձ շատ լավ է զգում, որ այստեղ աշխատանք չունեի, կամավոր էի արել և նոր տարուն 100 եվրո էին ինձ նվիրել և վազքով գնացի ու այս փոշեկուլը գնեցի, բայց հիմա որոշել եմ, որ փոխեմ, հզորությունը դուրս այլևս չի գալիս, դե 10 տարի օգտագործում ենք, մի խոսքով դա էլ է առաջիկա պլանների մեջ գնել նոր փոշեկուլ որակով, չգիտեմ որ մեկից, կլորը մեր բնակարանում չի գալիս, որովհետև շատ իրեր են դրված և ազատ տարածք չունի, որ այդ կլոր պտտվող ինքնամաքրող ռոբոտ փոշեկուլներից գնեմ,
Նմանատիպ պիտի գնեմ, բայց ոչ այս ոճի, երևի են երկար ուրիշ ձևի։ Մի խոսքով դեռ որոշված չէ, բայց որ պիտի նորը գնեմ, դա արդեն հաստատ է, ժողովուրդ ջան։ Դե ինչ, ես այստեղ ավարտեմ ու անցնեմ մյուս սենյակները։ Կհանդիպենք։ Եվ ամենահետաքրքիր բանը նա էր, մի հատ նայեմ, տեսնեմ մեքենա չի գալիս, որ YouTube-ից ցանուցում ստացա, որ իմ ալիքը արդեն 5 տարեկան է։ Մոռացել է ես խառը օրերի մեջ, դե լուրջ որպես ալիք հենց այսօրվանից չի սկսվել, որպես 5 տարի առաջ, այլ սիրողական տեսանյութ էր, այդպես զբաղմունք որպես, ես դա պատմել եմ ձեզ, իսկ հետո արդեն սկսեցի լրջորեն զբաղվել, արդեն հետաքրքիր դարձնել եւ այսօր արդեն 5 տարի ես YouTube-ում եմ, բայց կուզեմ իմանալ ովքեր են, եթե հիմա այս տեսանյութը նայում եք, որ 5 տարի ինձ հետ են, սիրով կկարդամ, նշեք իմանամ, ով քանի տարի է հետևում ինձ, մի խոսքով այնքան հետաքրքիր է, եթե անգամ երբեք մեկնաբանություն չեք գրեք իմանամ սիրելիներս, այսպիսի հաճելի տակ եղանակով գնամ դեպի քաղաքի կենտրոն, այնտեղ ենք ժամադրվել, դե ինչ սիրելիներս, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք, կարճացնեմ ճանապարհս, այս նեղ փողոցով անցնեմ, հələ տեսեք կալորությունը հին թվին ինչպես եղել է, հələ տեսեք, մայթերի նեղությունը, մի ժամանակ ջուտոս այստեղ դայակ ուներ, բերում էի, հին շենք, լիֆտն էլ չէր ելնում, մի խոսքով դժվարություններով, չնայած հիմա ոնց որ լիֆտ կա արդեն այդ հատվածում, բայց շատ հին շենքերում լիֆտեր չկան, տեսեք ժողովուրդ ջան, հնություն, իրենք ինչ-որ մի ձևով փոխում են, նորացնում են, բայց անգամ այս քարերը, որ տեսնում եք, փոխած չեն, Արվեստագետների փողոցն է, սա ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր է, երկու կողմերում իրենց արվեստանոցներն են, նկարիչներ, քանդակագործներ, ռեստորաններ էլ կան եւ շատ հետաքրքիր է միշտ այստեղ քայլելը, հատկապես երեկոյան, եթե չգիտեք, համեցեք այստեղ։ Անցնում եմ Լիլ քաղաքի Մարիամ Աստվածածնի տաճարի մոտով եւ տեսեք եղանակը, որ լավ է լինում, ինչքան շատ մարդ է այդտեղ հավաքում։ Սա էլ մեր քաղաքի տուրիստական փոքրիկ մեքենաներից է, որ պտտում են այս նեղլիկ փողոցներով հին քաղաքի։ Երուսերին այդտեղի հրաժեշտ տանք եւ արդեն մտնենք այս փողոցը, որը ուղիղ տանում է օպերայի հրապարակ, որտեղ էլ որ պայմանավորվել ենք հանդիպել։ Ահա ժողովուրդ ջան, ես ճիշտ ժամին եկա, չհաշված որ ոտքս ցավում է, այդ վերևի հատված էլի, լավ չեմ քայլում, արագ չեմ կարողանում քայլել, ճիշտ ժամին եկա հասա։ Հիմա պատտվեմ, տեսնեմ Կարենը այստեղ է, թե ոչ։ Նայելով առաջ շարժվեմ, տեսնեմ որ կողմից է գալու, սովորաբար ինքը գալիս է ձախ կողմից, բայց այդտեղ չկար, հիմա արդեն ուսումնասիրեմ այս հատվածում կանգնած է թե նստած, բանից պարզվում է օպերայի այդ աստիճանների վրա նստած էր եւ ինձ ձեռքով է անում, ես չեմ տեսնում։ Առաջին խանութը Արմանտիեղի խանութն է, որտեղ որ միշտ սիրուն բաներ են լինում։ Հիմա մտնենք, տեսնենք ինչեր կան։ Մոտավորապես նմանատիպ բան ենք ուզում, սա զամշե է։ Սա նույնպես ուղղակի տարբեր մոդելների, գույների ընտրություն կա, գինը 90 եվրո է, նայենք, սա էլ մեկ ուրիշ գույնն է, դե իհարկե կփորձենք, տեսնենք սազում է, չի սազում, հարմար է, հարմար չէ, այսպես մի հատ պտույտ ենք անում, տեսականու հետ ծանոթանալու և հավանելու, որը որ հավանենք, ինձ թվում է նայել կգնենք պետք է, սա էլ մի տեսակ ձմեռային է, ավելի շատ ոչ թե գարնանային, բայց շատ լավն էր, շատ բան էր կարվածքը, սա թեթև է նրա հետ համեմատած,
բայց չեմ կարծում, որ այս ուսերը, որ այսպես զամշեկտորները դրել են, դա գեղեցիկ կլինի, արևից գունաթափում է, այստեղ ի դեպ արևը շատ է գունաթափում, հագուստները, հատկապես բամբակյա բնական կտորները, մի քանի ամսից հետո արդեն գունաթափված են լինում, չգիտեմ ինչու, գրեք իմանամ, տեսնեմ, ձեզ հետ էլ է պատահել, հատկապես լիլի բնակիչներ, ինձ ընդհանրապես դուր են գալիս արդեն օձիքով թե մայկաները, թե վերնահագուստները, արդեն առանց օձիքի մի տեսակ գեղեցիկ կարծես չլինի, նույնիսկ ձմեռային այս սվիտրները օձիքով ավելի գերադասելի է։ Տեսնենք այս հատվածում ինչեր կան, սա էլ վատը չէր սիրուներ, մանիկենի վրա ավելի լավ է երևում, հիմա մանիկենն է ձեզ ցույց կտամ, գինը նայենք, էլի 90 եվրո, կարծես թե գները նույնն են, ահա մանիկենի վրա նայեք, ինչքան սիրուն է երևում։ Այս հատվածում ավելի լավ տեսականի կա, առանձին ամբողջ խանութում դրել են, որ դու մի լավ պտտվես, սա համեմատաբար բարակ է, թիկունքի մասը էլի զամշատիպի է, էլի լրիվ մաքուր զամշ չի, այստեղից դուրս գանք և մտնենք երկրորդ տղամարդու խանութը, Ժուլ, շատերը ճանաչում են, և այստեղի տեսականին նայենք, սա է լավ բարակ պիջակ է, բայց այդ ոճի չենք ուզում, էլի մի քիչ արդեն պարզ է, ամենայն դեպս նայենք, միասին ուսումնասիրենք ինչեր կան, 70 եվրո է, ջինսատիպի այդպես բարակ կտոր էր, որը հաստատ արևից գույնը կփոխի, այստեղից շատ են գնել և գույնը փոխել է, դրա համար եմ ասում, գրեք իմանամ ձեզ հետ պատահել է, թե դալոկ ինձ հետ է պատահում, այս սա շքեղ էր, շատ սիրուն էր, լավն է, չէ, գույնն էլ շատ հաճելի է, տեսնենք գինը ինչքան է, տեսեք, աստառով բարակ, ուղղակի երբեմն աստառի կտորներ այնպես են լինում, որ օդ չի շնչում, դա էլ է խնդիր, էլի դրա համար ենք մանրակրկիտ ուսումնասիրում, քրտնացնում են, տեղեր չի լինում, անցքեր առաջ չեն լինում, գույնը հիմա փորձեմ գտնել, ոնց որ հատուկ պահած լինեն, 200 եվրո է, բաց գույնն էլ շատ սիրուն էր, ամեն շալվարի գույն և վերևի գույն համապատասխանեցված իրենք դրել են, և այսպես ավելի սիրուն են երևում, ահա, տեսեք ժողովուրդ ջան բացումուքերը իրար հետ, ուշադրություն, նոր խանութ է բացվել, ուրեմն ուտլետային գներ են, և սա արդեն քաղաքի կենտրոնում 4-րդն է, որ բացվել է, լավ բրենդային հագուստներ, մի խոսքով աքսեսուարներ, ամեն ինչ որ կա, կոշիկներ, իրենք կենտրոնացնում են նմանատիպ խանութներում և ցածր գներով վաճառում են, Rue Bethune-ի վրա է գտնվում, հաճախ եմ ասել, որ այստեղ խանութները փակվում են, երկար չեն դիմանում, և սա նոր էր ինձ համար, ինչ որ մի խանութի տարածք է, որը նախկինում արդեն չի գործել ու փակվել է, այստեղի լավը նա էր, որ կոկիկ է ամեն ինչ դասավորած, նույնիսկ կախիչներից այդպես խցկած չի, Պրիզ է կոչվում անունը Rue Bethune-ի վրա է, եթե կհետաքրքրի կարող եք այցելել, սպորտային կոստյումներ, ներքնաշորեր, գուլպաններ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է ցանկացած մարդու, գներն էլ մատչելի են, տեսեք, այդ խանութի հարևանությամբ էլ այս նոր շիկ նանա բացված խանութներ, որտեղ գները տեսեք ինչքան մատչելի են, իդեպ Ֆրանսիայում ամեն դասակարգի մարդ կարող է գտնել իրեն համապատասխան գնով ապրանքներ, սա էլ Հայաստանի իմ հետևորդների համար եմ հատուկ նկարել, տեսեք, որ ամեն տեղ էլ փոսեր կան ու երկար ժամանակ է այս փոսը կա ու դեռևս անհայտ է երբ կվերանորոգեն, Սառնարանը դարդա ինձ համար ժողովուրդ ջան, նախաճաշեցի, տեսեք ինչ նախաճաշ եմ պատրաստել այսօր, վարսակի փաթիլներ եմ եփում և նախաճաշին պետք է վարսակի փաթիլների հետ ուտեմ կես խնձոր, ահա արդեն պատրաստ է, տեսեք, տաք է, վրան խնձորներ եմ ավելացրել և այսպես միասին կուտեմ, բարյախորժակ ինձ, մոտիվացվեք, հա, և այս ընթացքում անցում եմ նորից մի քիչ խիստ ռեժիմի, որովհետև այս ընթացքում շատ բազմազան, չթույլատրվող բաներ կերա, մի քիչ գիրացել եմ,
Բացի այդ մարտի 24-ին պետք է գնամ լյարդս ստուգելու, չգիրանամ մի քիչ նիհարեմ, սնունդս կարգավորեմ։ Ուրեմն, չգիտեմ արդեն ինչ անեմ, չնայած անցած անգամ խանութում հարցրեցինք, այդ մարդը ասեց պիտի սառնան առաջ քաշենք, ընդ ինչ որ համար կա նկարենք, տանենք ռեզինները փոխենք։ Վերջի տարբերակ դա է, բայց զարմացավ, որ այդպես շատ սառույց է բռնում։ Հիմա իր ասելուց հետո, որ դուրը շատ բաց ենք թողնում, նաև ասեց այդ տարբերակն է, ոչ թե շատ դեպած խոչ չեմ թողնում, այլ բացել, փակելու ընթացքում խոնավություն է մտնում, ես շատ գիտեմ օդ է մտնում եւ խոնավանում է։ Հիմա այսօր այդքան մեծ սառույց չկա, արդեն կուտակված, այդ ասելուց հետո ջերմաստիճանը մի փոքր բարձրացրեցի։ Սկզբում ասում էին իջացրեք, ինքը ասեց մի փոքր ավելացրեք։ Մինչև 4 եմ ավելացրել, բայց այդ դեպքում ոնց որ սառցնի եղածը։ Անգամ ես կանաչի արել, ռոքետ, չգիտեմ հայերենը որն է, կոտեմի նման կտրտած տերևներով, կծու մի տեսակ համունի շատ լավն է։ Դրանց տեղը, որ հանեցի լվանալու, տեսա, որ արդեն գույնը փոխել է, լղկել էր։ Սառույց այդքան շատ չկա, հիմա էլ այդ ջուրը լցվում է, այս տակը, դրա համար եմ սա հանել։ Տակն է լցվում, այ հիմա ձեռքս տվել եմ ջուր է։ Դրա համար հիմա մի քիչ մաքրեմ, չորացնեմ, տեսնեմ հələ այսօր նկարենք, առաջ քաշենք սառնարանը, նկարենք ու արդեն գնանք հələ խանութ։ Ժողովուրդ ջան, հիմա տեսեք։ Նայեք, տեսեք ոնց է թրջվում։ Թաց։ Զարմանալի։ Այսքան է։ Ուշադիր, բայց կապ չունի։ Նայում եմ, այդ իրա գնալու տեղը բաց է այդ անցքը, որտեղից որ պիտի ինքը գնա, հələ այս մասն էլ առաջ քաշեմ։ Շորը չի թրջվել, շոր եմ դրել այստեղ, կտոր էլի, որ հարմար չսայի, չի թրջվել։ Այսինքն այդքան չի հոսել, բայց էլի շարունակվում է։ Հիմա այդ սառույցը սառաստեղը մոտիկից ցույց կտամ, գնում է ուղիղ այդ տեղը անցքը, որտեղ որ ինքը պիտի արդեն հալվի, հալվում է ու գնում է սառնանի հետևը տեղ կա։ Այդ արկղը միշտ չոր է լինում։ Այն ժամանակ, որ ասում էի, երբեմն խոնավ էր լինում, որ քաշում էի, մաքրում էի։ Հիմա ինչքան քաշում եմ, որ մաքրեմ, հենց այդ սիրուն լավ հարմար դրած է, ինքը ցնդում է, թե ինչ է լինում, այ ժողովուրդ ջան, տենց էլ չեմ հասկանում։ Մեծ սառույց էլի եմ ասում, չի բռնում։ Տեսեք այդ սառույցը։ Այդքան մեծ ու հաշ չի, ինչ որ չնայած դե հաճախ եմ մաքրում։ Ահա։ Այստեղ էլ գալիս է իր տեղը թափվում, խոնավացնում է։ Լավ չի էլի։ Լավը նա է, որ որևէ հոտ բան չի գալիս, այ հետաքրքիր է, չէ՞, թեկուզ խառը բաներ էլ դնեմ, չնայած փակ եմ դնում, բայց ամեն դեպքում սառնանից հոտ չի գալիս։ Այդ պլյուսը կա։ Թե դա ինչու է այդպես չգիտեմ, հիմա փորձեմ այդ սառույցներ հանեմ։ Անմիջապես պոկվում է։ Էսել ես։ Սառույցները սեցեցել, վերջին սառույցը էսեք այդ անցքի մոտր։ Այս վերջացրեցի, մի հատ այդ թղթով լավ մաքրեմ, ինչ-որ ասնեմ։ Շրջեմ դեպի ինձ։
արդեն այսպես դնեմ, դուք էլ եք դնում թող, թե չէ, սովորություն է, կամ էլ են տուփի մեջ եմ դնում, նայած ունեմ ստրմյապարկղ, երբեն նրանով եմ դնում, հիմա որ այդքան տեսականին խառը չի, հետո մրգերը դեստեղ չեմ դնում, ներքև եմ պահանի տակն եմ դնում մրգերը, ահա, այս բողկում եմ, տեսնում ինչ ունենք համ, գազարներ ունեմ, կարել է գրացել է գնումներ, ընդամենը մի շաբաթ չկա չէ, որ գնումներ են կարել, մի հատ բան է մնացել, բազուկ է մնացել, այստեղ մանր, մենակ որ մանր լոլիկներ կան, այստեղ եմ դնում բացառությամբ, մյուսները այնտեղ եմ դնում, լոլիկը ընդհանրապես պետք չի դնել սառնարան, բայց դնում եմ այստեղ, ահա, նույնիսկ կարող եմ տոպրակից հանել արդեն, այս գրանֆրեից էին դնել, այս գրանֆրեի տոպրակները դուրս չեն գալի, պլաստիկից տոպրակներ են, ահա, դնեմ սա այստեղ, այս բաժնում, ինչ ունենք, ունենք նաև կիտրոն, առանձին դնենք, և կանաչի ունենք, չլվացած, մաքրած, սրբիչի մեջ փաթաթած, և այսպես դրած, ամենապաշտելի, լյարդի համար լավ, ուրեմն բանջարեղենը, դդումը, այսօր դդումով ինչ-որ բաների կպատրաստեմ, մրցնվեց առավոտյան դդումով բան եմ անում, հյութ եմ խմում կամ դդում եմ խրովում և մի քանի հատ սալատ ունեմ, լվացած մաքուր, անձառոցիկով եմ էլի արել, որ չոր մնա, ահա, այսքանը դասավոր եմ դնեմ և արդեն մյուսները տեղավորեմ, դիրք էի դրե հարմարացրել, որ փակվի, իրավիք չփակեմ, որ խանգարի դուրը չփակվելու ու մյուսները արդեն դնեմ, դրանք շատ հարմար կտորներ են, որոնք թույլ չեն տալի, որ սահեն, ես այստեղ այս բանջարեղենի վերևը ապակի կա, ապակու վրա մետաղից ինչ-որ հարմարանք էր խմիչքների համար հանել եմ և ապակու վրա սրանից եմ դնում, որպեսզի չսահի և նաև այս տարածքը ես օգտագործեմ, այստեղ ունեմ մարինացված լոլիկ, արել ենք ու ես ինչքան ժամանակա չենք ուտում, հարմար մամոց որ թե չի լինում, թարմ լոլիկին եմ ես նախընտրում ուտել, քան այդ, երեկվա այդ ռուսական խանութից Art-Food-ի խավիար եմ գնել սմբուկի և մի քանի այսպես կաթնաշորեր, շատ լավն է սրանք, 30% անոցն է, որ շատ լավն է, սա էլ երեկվա գնումներից էր, ինչ ենք արել, հա, սև պղպեղ եմ արել երեկ, իրանց մոտից և վարսակի փաթիլներ, որով էլ որ այսօր առավոտվա նախաճաշած արդեն պատրաստեցին, այս պանիրներ են, ահա, ընդեղ էլ պանիր ունեմ, հանեմ դնեմ միասին, որ չմոռանամ, որ պանիր է, այս էլ է պանիր, սերուցքային, հա, կտորով պանիր է, դնեմ նրա մոտ, կամ վերևը դնեմ, որ չմոռանամ, սա էլ արդեն օգտագործած է, այստեղ էլ մի փոքր պանիր ունենք և մասկարպոնե պանիրից ունեմ և պիտի կրեմ սարքեմ, սա էլ սերուցքն է, դնեմ, որ սառը մնա, ահա, այս էլ է ժողովուրդ ջան, այստեղ ունենք մածուն և թթվասեր, էլ ինչ ունենք, ունենք կարակ, այո, սա էլ է պրեզիդենտ և սա էլ կարակներ ունենք, դնում եմ այսպես տուփի մեջ, պանիրը այստեղ որ իմանամ կա և չորաթթուն պարտադիր է, դուք է պատրաստեք,
եւ շատ առողջարար ու կարևոր բնական հակաօքսիդանտ են ասում։ Մի խոսքով այդ ձեր բժշկական բաներով չգիտեմ, տերմիններով կամ անուններով չասեմ, գիտեմ, որ շատ լավ է, առողջարար է, էժան է, մատչելի է։ Եվ այս թթուն ունենք սառնարանում։ Ահա։ Այս էլ էստեղ հարմարացնենք։ Այստեղ ինչ ունենք։ Ցույց տամ, դե որ ցույց եմ տալիս։ Ուտելու համար բիոծու է եւ ինչ որ թխվածքի կամ ինչ որ բան պատրաստելու։ Սոյայի սոուս ունենք, դոշաբե, ինչ է կոչվում ուտաղը, գարչիցա, մանանեխ, վերջում գտա, մանանեխ, կիտրոնի հյութ, ես ավելի շատ սա օգտագործում, եւ բալի մուրաբա անկորիս։ Ես միակ բանը, որ կարող է ուտեմ մուրաբաներից, դա բալինն է, երբեմն էլի։ Կարեն է գիտի, որ սիրում եմ, ձեր չի տալիս, դրել ենք սառնա, ոչ չան։ Դե կարծը չեմ ուտում։ Այստեղ էլ արդեն մայոնեզ, կեչուպ, գարեջուր, շատ լավ հյութ, թթի, ուղի, երևի թե վերջ ժողովուրդ ջան, հա, էլ բան չկա մեր սառնանը, այս ինչ ունենք, հա, եւ ձիթապտուղ ունենք, սա էլ դնենք այստեղ, սառնարանը փարքենք, ահա, տեսնում եք իրար հետ հավեսով, հայ ես մի գազարը մնացել էր, շատ համեղ գազարներ են, փոքր էին, բայց շատ համեղ, համարյա ամեն երեկո գազար ենք ուտում, բայց քանի որ գազարը ինքը բնդացնում է արյունը, դրա համար կարելի է մեկ ու մեջ ուտել էլի, ամեն ինչից մի քիչ ժողովուրդ ջան, այսպես, հիմա ինչ ունեմ անելու, ուրեմն տեսնում եմ, ամաններ չունեմ, հավ եմ հանել, մարինացված հավ ունեի, բաժանեցի երկու մասի, հանել եմ, որ հետ գա այսօր ջեռոցը դնեմ եւ ամեն ինչ ջեռոցում պիտի պատրաստեմ, չնայած այդպես էլ արել եմ, բայց այս վերջերս մի քիչ ազատություն էի տվել, տապակում էի կամ ինչ որ թխվածքներ կերա, չնայած շատ չէ, բայց համտեսեցի էլի, ամեն դեպքում մի քիչ արդեն ուշադիր եմ։ Այսքան բան սիրելիներս հանդիպենք մնացեք ինձ հետ։ Սառնանը փակել եմ առանց միացնելու։ Լավ այժեցի։ Ժամանակ չանցավ, դնեմ 3:30-ի վրա, դե պապի, լավ է, որ մեր սառնանի դիրքը նենց է, չնայած դուռը այդպես է սարկած, որ ինքը պակվի, եթե բաց մնա, շատ սառնանի տեսակ կա բաց է մնում ու հետո ձայն է հանում, չէ, զանգի նման, որ դուռը բաց է մնացել, բայց լավ է, որ մերը այդպես չունի։ Հանակա արտակարգ է, մի շաբաթից ավել, երև 2 շաբաթ, այսպես պիտի լինի, պլյուս 18 է ասել, արդեն բարձր ջերմաստիճան է, բայց այս այն շրջանն է, որ չգիտես ինչ ակնես, մոլորվում ես, մնում ես, շատ թեթև ակնես, թե մի քիչ նորմալ, որ հանկարծ չմրսես։